Դաբաղի համաճարակը վխտում է ֆերմաներում, ահազանգում են անասնապահները։ Ասում են վարակը Շիրակի մարզից է տարածվել ու հասել Լոռու, Տավուշի և մյուս մարզեր։ Արդեն 8-րդ օրն են պայքարում կենդանիների հիվանդության դեմ։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ֆերմերներից Վրույր Այվազյանը համոզված է, իր ֆերմայի կաթնատու կովերը բոլորը վարակված են։ Կենդանիներին ինքնուրույն է բուժում, իր ձևակերպմամբ տարիների փորձված մեթոդով։ Սրա մասին չի խոսվում, սրա մասին ոչ ոք չի ասում, կարծես ամեն ինչ լավ է, իր բնականon հունով գնում է, բոլորն իրենց գործին են, բայց արի ու տես, որ ոչ, ֆերմերները շատ ծանր վիճակի մեջ են, չգիտես ինչու, սրա վերաբերյալ գործողություններ չեն իրականացվել, կառանտին չի եղել, բուժանյութերը եկել են, առաջին խմբականակը եկել է ոչ այս տեսակ դաբաղի համար, երկրորդ խմբականակը եկել է շատ ավելի ուշ, քան պետք էր անել։ Ֆերմերները պատմում են, թե վարակը հատկապես կովերի և խոզերի շրջանում է տարածված։ Դաբաղը կենդանիների մոտ ուղեկցվում է ախորժակի կորստով, կաթնարտադրության նվազումով, առատ թքարտադրությամբ և քթային արտահոսքով որոճող կենդանիների մոտ և մատխաշների մահացությամբ։ Կենդանիների մոտ կարող են զարգանալ նաև երկրորդական վարակներ, օրինակ վերջույթների փտախտ։ Անասնապահները հորդորում են քաղաքացիներին զգոն լինել, քանի որ դաբաղը մսի և կաթի միջոցով փոխանցվում է նաև մարդուն։ Միսը պետք է երկար ջերմային մշակման ենթարկել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ ժամին հայտնում են, լաբորատոր հաստատված դեպք չունեն և քանի որ դիմող չի եղել, փորձաքննություն չի իրականացվել։ Եթե այդպիսի կլինիկական նշաններ կան, ընդհանրապես պետք է դիմել համայնքի անասնաբուժին առաջահերթին, իսկ անասնաբուժը արդեն կտեղեկացնի ՍԱՏՄ տեսուչներին, բայց կարող են նաև ուղղակի զանգել տեսչական մարմնի թեժ գծով, իսկ մենք որևէ բողոք չենք ստացել, որևէ ահազանգ որպես այդպեսին չենք ստացել։ Եվ բնականաբար այս պահին լաբորատոր հաստատված որևէ դեպք չունենք։ Այս պահին կտեսնենք, թե ինչ գործողություններ կարելի է անել։ Գյուղացիների ահազանգից ժամեր անց էկոնոմիկայի նախարարը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց դաբաղի տարածվածության մասին լուրերը։ Դաբաղ է տարածված, այդպիսի բան գոյություն։ Ինչի՞։ Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպիսի բան։ Քիրը կա, չէ։ Բայց կա, հարևան երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ պնդում են, թե դաբաղը չի փոխանցվում մարդուն և չի համարվում հանրային առողջության ռիսկ։ Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը աղտահարում է հիմնականում երկսմբակավոր, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին և այլ վայրի կենդանիներին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։